Holy moly! Ամեն տարի CS-ը զարմացնում է նորարարությունով եւ պիտանի սարքերով։ Այս տարին էլ բացառություն չէր։ Քեզ պարզապես քաշ էին տալիս հեռուստացույցների, լապթոփերի ու լիքը այլ սարքերի կողքով, չէ որ աշխարհում ավելի կարևոր բան չի կատարվում եւ լավագույն բանը դա հաստատ ծանոթանալն է CS 2021-ի ամեն կրպակին։ Խորին համոզման, որ դա մի օր քո ձեռքում կհայտնվի։ Բոլորին դիվանագիտական ողջույն։ Ձեզ հետ Յումանյանը եւ մենք կսկսենք փորփրել այս տարվա ամենա նորարարությունները, որոնք ապագայում հաստատ փրկելու են մարդկությանը եւ դառնալու անփոխարինելի կենցաղում։ Կսկսենք LG-ից, որը ներկայացրեց իր հերթական սմարթֆոն ռուլետը։ Այն պարզ շարժումով սմարթից դառնում է պլանշետ եւ հակառակը։ Ընդհանրապես, երբ տեսնում ես այսպիսի բան, միշտ գիտես, որ մասսայական գնորդին այն դժվար հասանելի լինի։ Հիմնականում կարտադրվի քիչ քանակով ու 2000-ից պակաս չի արժենա։ Ինչու են բոլորն այդ ծալվող ու Rolex սմարթերի վրա խորացել, պարզ չի։ Ինչ Samsung-ը, Motorola-ն կամ Huawei-ն ծրագրերում ունեն նրանց արտադրության համար հնարավորություն, սակայն չեն շտապում մեծացնել սպառման շուկան։ Ենթադրում եմ ամեն ինչ կախված է մարդկանց կողմից այդ սարքերի գրավչությունն ապահովելով, երբ սովորական սմարթֆոնները կարելի է գնել ավելի ցածր գնով ու չանհանգստանալ, որ այն կվնասվի ծալվելուց։ Ինչ վերաբերվում է LG-ին, ապա իր ծալվող AMOLED հեռուստացույցներից հետո վատ քայլ չի։ Չնայած նրան, որ LG-ն արդեն պատրաստվում էր փակել իր սմարթֆոններով զբաղվող մի քանի գրասենյակ, շուկայում դրանց վատ վաճառքների ցուցանիշով պայմանավորված։ Սակայն այսպիսի վերադարձը միայն դրական կարող է անդրադառնալ ընդհանուր շուկայի վրա, քանի որ մրցակցությունը AAA բրենդների միջև միշտ բերում է առաջընթացի, ինչպիսի տարօրինակ էլ այն չլինի։ Ափսոս տեխնիկական տվյալներից տեղեկություն առանձնապես չկա։ Գիտենք միայն, որ հարթ էկրանի մակերեսը բավականին զգայուն է արտաքին ազդեցությանը, ինչը հուշում է, որ բանալիների հետ այն գրպան դնելը այնքան էլ լավ միտք չի լինի։ Իսկ AMD-ն բավականին լավ միտք համարեց ներկայացնել իր նոր 5000-րդ սերիայի մոբայլ չիպերը նոթբուքերի համար։ Ինչպես եւ անցած տարի, ընկերությունը բավականին լուրջ մրցակցություն է ցույց տալիս Intel-ի տարբերակներին եւ մարից ուզում է զբաղեցնել հակառակորդի տեղը, որը նույնպես չի ուզում հետ մնալ եւ արդեն ներկայացրել է հանրությանը իր 11-րդ սերնդի Tiger Lake ճարտարապետության հիմքով պրոցերը, որոնք պետք է փորձեն մրցակցել իրենց հնարավորություններով նորեկների դեմ։ Նշեմ, որ Intel-ը փորձում է շարժումներ անել դեսքթոփային ասպարեզում իր հին տեղը գրավելու համար եւ վարում ճիշտ քայլեր որակյալ կադրեր հետ բերելու համար, իսկ գների իջեցումը դրանց ուղիղ վկայությունն են։ Սակայն զիջել AMD-ին նոթբուքների շուկայում Intel-ը պարզապես չի կարող եւ անում է դրա համար ամեն ինչ։ Զվարճանքին սիրում է միանալ Nvidia-ն իր նոր 3000-րդ սերիայի տեսակարտերով, որոնք լինելու են եւ առաջին եւ երկրորդ ընկերությունների պրոցերի հետ։ Այդպիսի նոթերը հաստատ լինելու են նորմալ գներով եւ միանգամայն չեն ընկնի չինացի մայներների ձեռքը եւ կհասնեն վերջնական գնորդին, ինչպես է Nvidia-ի նոր տեսակարտերը։ Ինչ վերաբերում է General Motors-ին, ապա նրանք ներկայացին պարզապես ցնցող ստրատեգիա։ Այն է ներդնել 27 միլիարդ արդեն ոչ հավերժ կանաչ էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում։ Տղերքը վիզ են դրել մինչև 2025 թվական ներկայացնել հանրությանը մոտ 30 նոր մեքենայի մոդել, մոռանալով թե ինչպես էին ծիծաղում Tesla-ի վրա, երբ այն իր առաջին քայլերն էր անում։ Սակայն տեսնելով մարդկանց մոտ աշխուժացում էլեկտրամեքենաների նկատմամբ, որոշեցին փոխել ուղին։ Առաջին մոդելների շարքում լինելու է GMC Hummer EV-ն, որը 3 վայրկյանում կզարգացնի 100 կմ/ժ արագություն եւ մի լիցքով կանցնի մոտ 724 կիլոմետր հեռավորություն։ Իսկ եթե մարդ ուզենա տեղափոխվել քաղաքով ոչ իր մեքենայով, General-ի տղերքը դրա պատասխանն էլ ունեն։ Ձեզ կառաջարկվի իրենց նոր Cruise կամ Cruise Origin մինիվենը։ Այն նախատեսված կլինի 6 հոգու տեղափոխության համար, կունենա հատուկ համակարգ, որը կղեկավարի երթուղին եւ կհասցնի մարդկանց A կետից B կետ մեծ հարմարավետությամբ։ Իրականում լավ միտք է։ Անես միանգամից պատկերացնում եմ, թե տաքսիստները ինչ ուրախությամբ կընդունեն առանց վարորդի երթևեկման այդ գաղափարը։ Եթե առանց կատակ, ապա վատ միտք չէ։ Ի վերջո, ինչ կարող է պատահել այդպիսի անվտանգ համակարգերի հետ, չէ՞ որ դրանք միշտ թեստավորում են մինչև ճանապարհ հանելը։
Ես համենայն դեպս կողմնակից եմ ավելի համեստ ավանդական տարբերակին, երբ անհրաժեշտ է ընդամենը արագ տեղ հասնել, միթե դա չի կարևորը։ Իսկ Samsung-ը ոչ մի տեղ չի շտապում։ Նրա ռոբոտ սպասավորը միշտ մտածում է ձեր հարմարավետության մասին, բերելով գլուխ պլանշետը բավականին մոտ աշխատանքային զրույցի համար։ Դրա հետ մեկտեղ միշտ անպակաս են նաև փոքրիկ խորհուրդները։ Կամակը դխանիատորից գնաոտ շանչայ պտացմսիկտոր։ Մյուս գիտության հրաշքը կօգնի սեղան դնել, կառաջարկի կիսաչոր գինի, ամենակարևորը կժպտա եւ սպասքը կտեղադրի անհրաժեշտ տեղը։ Չի բացառվում, որ կհավաքի նույնիսկ ձեր սենյակը։ Ընդհանրապես նորագույն տեխնոլոգիաները միշտ միտում ունեն ապահովելու լավագույն արդյունք, բայց ոչ մարդու համար։ Ինչ որ բանն ինձ հուշում է, որ այս ամենը սուր կողով դուրս կգա բոլորի համար։ Հանդիպեցին նաեւ այլ սարքեր։ Այսպիսին էր CS 2021-ը։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Անկասկած համոզմունք ունեմ, որ մեր օվկիանոսյան ընկերները մարդկությունը միասնական սարքելու համար մյուս տարի կմտածեն ավելի նորարար սարքեր, որոնք հաստատ չես ուզենա միամիտ գցել։